Իրանական հրթիռները հասել են սիոնիստական կազմակերպությանը։ Իսրայելի հզոր արդյունաբերությամբ հայտնի Դիմոնա քաղաքում իրանական ափսեներ են պտտվում, միացել են անվտանգության և օդային տագնապի ազդանշանները։ Հրթիռային հարվածներ են հասցվում քաղաքի տարբեր հատվածների։ Այս քաղաքը Իսրայելի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, հաշվի առնելով, որ այստեղ է գտնվում երկրի միջուկային ռեակտորը։ Իսկ առավոտյան Քուվեյթի զինված ուժերը հրթիռներ են արձակել դեպի Իրան, պատասխան հարվածները չեն ուշացել։ Քուվեյթը սկսել է ցնցվել ուժգին պայթյուններից, որոնք, ինչպես հայտնել են տեղական լրատվամիջոցները, լսվում են անգամ իրաքյան սահմանին։ Անդադար հրետակոծությունների պատճառով Քուվեյթի տարբեր նահանգներում շարունակվում են հրդեհները։ Դրանք տեսանելի են մի քանի կիլոմետրերից։ Գիշերը Թեհրանի կենտրոնում երկու հզոր պայթյուն է որոտացել։ Ալ-Հադադ հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իսրայելի թիրախում այս անգամ եղել է Իրանի ոստիկանապետ Ռեզա Ռադան։ Իրանը Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին հասցրել է առնվազն $800 միլիոն վնաս, հաղորդել է BBC հեռուստաընկերությունը, հղում անելով ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի զեկույցին։ Իսկ Financial Times պարբերականի տվյալներով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային ավիաընկերությունների շուկայի կապիտալիզացիան նվազել է շուրջ $53 միլիարդ։ Սա COVID-19 համավարակից ի վեր ամենածանր ճգնաժամն է։ Wizz Air-ի և EasyJet-ի բաժնետոմսերը Լոնդոնի ֆոնդային բորսայում ամենամեծ անկումներն են ապրել։ Չնայած տարատեսակ կորուստներին, մասնավորապես նավթարդյունաբերության ոլորտում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է պնդել, թե իրենց Հորմուզի նեղուցը պետք չէ։ Ավելին, շեշտել է, թե այն ավելի շատ կարևոր է Եվրոպայի, Կորեայի, Ճապոնիայի և Չինաստանի համար։ Նրանք ստիպված կլինեն միջամտել պատերազմին, վստահ հայտարարել է Թրամփը։ Մարտի 20-ին Վաղարշյան և Սունդուկյան փողոցների խաչմերուկում բեռնատարը վրաերթի է ենթարկել ճանապարհը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Հարվածի հետևանքով վերջինս մահացել է, բեռնատարի վարորդը ձերբակալվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ճանապարհային անվտանգության կանոնները խախտելը, որը առաջացրել է մարդու մահ հոդվածի հատկանիշներով։ Իրանը ճշմարիտ խոստում 4 գործողության շրջանակում հրթիռային զանգվածային հարվածներ է հասցրել Իսրայելին։ Հարձակման հիմնական թիրախների թվում է հայտնվել նաև Երուսաղեմը։ Իրանական հրթիռը ընկել է հին քաղաքի հրեական թաղամասում։ Ուժգին պայթյունը որոտացել է Տաճարի լեռան սրբավայրերից ընդամենը 350 մետր հեռավորության վրա։ Պաշտոնական աղբյուրները հայտնում էին միայն թեթև վիրավորների մասին, սակայն իրական վնասի չափերը դեռևս ճշտվում են։ Ավելի վաղ Իսրայելը արգելել էր հավատացյալների մուտքը Ալ-Աքսա մզկիթ, պատճառաբանելով անվտանգության նկատառումներով։ Այն կշարունակի փակ մնալ հավատացյալների համար Իդ Ալ-Ֆիտրին, որը նշանակում է մեկամսյա պահքի ծոմապահության ավարտը։ Արաբալեզու լրատվամիջոցներում տարածվում են լուրեր Դոնալդ Թրամփի նոր և աղմկահարույց ֆինանսական պահանջների մասին Պարսից ծոցի երկրներից։ Ըստ արտահոսքի, նա Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակելու դիմաց ակնկալում է $5 տրիլիոն վճարում։ Հակամարտությունը ներկա փուլում դադարեցնելու համար Սպիտակ տան ղեկավարը պահանջում է ևս $2.5 տրիլիոն։ Այս գործելավոճը վերածում է տարածաշրջանային անվտանգությունը սովորական առևտրային ապրանքի, որը վաճառվում է բարձր տոկոսադրույքով։ Վաշինգտոնն իր դաշնակիցներին դիտարկում է ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես հարուստ հաճախորդներ, պարտադրելով պաշտպանության հաշիվներ։ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսրայելին է վերագրել Թուրքիայի և Օմանի օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումները։ Նա այդ գործողությունները որակել է որպես կեղծ դրոշի տակ իրականացված սադրանքներ, ուղղված Իրանի և իր հարևանների միջև պառակտում սերմանելուն։ Առաջնորդը կտրականապես հերքել է Իրանի զինված ուժերի կամ դաշնակից խմբավորումների որևէ առնչությունն այդ միջադեպերին։ Խամենեին նշել է, որ թշնամական կողմը լուրջ սխալվել է Իրանի ներքին կայունության և պատերազմական հեռանկարների հարցում։ Ըստ նրա, բարձրաստիճան հրամանատարների սպանությամբ երկիրը մասնատելու փորձերը ձախողվել են համաժողովրդական դիմադրության պատճառով։ Իրանական կողմի համոզմամբ հակառակորդի ներկայիս իրարամերժ հայտարարությունները վկայում են նրա ճամբարում տիրող հուսահատության և թուլության մասին։ Աբբաս Արաղչին խստորեն քննադատել է Բենյամին Նեթանյահուի վերջին սկանդալային հայտարարությունները։ Իսրայելի վարչապետը պնդել էր, որ բիրտ ուժն ու անգթությունը ավելի կարևոր են, քան բարոյականությունն ու արդարությունը, համեմատելով Չինգիզ խանին Հիսուս Քրիստոսի հետ։ Արաղչին այս համեմատությունը որակել է որպես բացահայտ արհամարհանք քրիստոնեության նկատմամբ և Նեթանյահուին անվանել ռազմական հանցագործ։ Այս գաղափարական լարվածությունը զուգորդվում է Հորմուզի նեղուցի շուրջ ծավալված աշխարհաքաղաքական լուրջ ճգնաժամով։ Դոնալդ Թրամփն իր հերթին ՆԱՏՕ-ին անվանել է թղթևագր, եվրոպացի դաշնակիցներին մեղադրելով աղքոտության մեջ։ Թրամփի դժգոհության պատճառը դաշնակիցների հրաժարումն է մասնակցելու նեղուցում նախատեսված ռազմական գործողություններին։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը նշում է իր հիմնադրման 25-ամյակը։ Կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանը արժևորելով անցած տարիների ինստիտուցիոնալ նվաճումները ամենամեծ ձեռքբերումը համարում է հանձնաժողովի այսօրվա անկախ կարգավիճակը։ Նրա խոսքով կառույցն այսօր զերծ է արտաքին ճնշումներից եւ որոշումներ կայացնելիս առաջնորդվում է բացառապես հանրային շահով, նույնիսկ եթե դրանք հաճո չեն քաղաքական տարբեր ուժերի կամ անհատների։ Եթե մենք ինստիտուցիոնալ մեր նվաճումները հանենք, որովհետև տասնյակ կարգեր ենք ընդունել, համակարգում է ամբողջ դաշտը, մենք փորձում ենք պաշտպանել հեղինակային իրավունքը, ապա ամենակարևոր ձեռքբերումը դա այսօրվա մեր անկախ կարգավիճակն է, երբ որ մենք կարողանում ենք ընդունել որոշումներ, որոնք միգուցե այս կամ այն քաղաքական ուժին, իշխանություններին, անհատներին, հաճո չլինեն, բայց նրանք առաջինը ծառայում են հանրային շահին եւ նրանք օբյեկտիվ են, անկողմնակալ եւ առանց դրսի ճնշումների, զերծ են դրսի ճնշումներից։ Սա ամենամեծ նվաճումն է։ Թարգմանության հեշտությունը այսօր, որտեղ Google թարգմանությամբ ամեն ինչ կարելի է թարգմանել, ապա ցանկացած վնասակար Հայաստանի համար բովանդակություն կարող է թարգմանվել հայերեն եւ գալ Հայաստան օրինակի համար։ Եվ դրա հակաթույնը այսօր մեր պետությունը ցավոք չունի։ Սա ես կարծում եմ մեր առաջիկա անելիքներից ամենակարևորը։ Մեդիադաշտի զարգացման դրական դինամիկային անդրադարձել է նաև ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը։ Նա փաստել է, որ Հայաստանը խոսքի ազատության ցուցանիշով այսօր պատվավոր տեղ է զբաղեցնում միջազգային վարկանիշային աղյուսակներում, առաջ անցնելով նույնիսկ ժողովրդավարական հարուստ ավանդույթներ ունեցող երկրներից։ Ես նայում եմ 2009 թվականի լրագրողներ առանց սահմանների զեկույցում Հայաստանի դիրքը եւ ես տեսա, որ 175 երկրների մեջ Հայաստանը եղել է 111-րդը, այդ նույն զեկույցում 180 երկրների շարքում Հայաստան 34-րդն է, 23 հորիզոնականով գերազանցելով խոսքի ազատության օրինակելի երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իր հետևում թողնելով տասնյակ Եվրամիության երկրներ եւ այսօր մամուլի ազատության քարտեզի վրա Հայաստանը շատ կարևոր եւ շատ տեսանելի, շատ պատվավոր տեղ է զբաղեցնում։ Տոնական օրվա շրջանակում բովանդակային խնդիրներից ու լրագրողական էթիկայից խոսեց նաև ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանը։ Նա ընդգծեց, որ թեև երկրում չկա խոսքի ազատությունը սահմանափակելու պրակտիկա եւ ազատությունը երաշխավորված է, սակայն մեդիադաշտի որակը հաճախ հասարակության ընդհանուր վիճակի արտացոլումն է։ Լրագրողականության տեսակետից ոչ թե կուսակցականության, այդտեղ մենք դեռ անելու բաներ ունենք։ Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսօր որևէ մեկի բերանը որևէ մեկը չի կարող փակել։ Ինչ անենք, որ երբեմն այդ բերանից բխում են ոչ մաքուր ջրեր։ Մեր լրագրողական դաշտի, մեդիա դաշտի ամբողջ պատկերը մեր հասարակության պատկերն է։ Եվ եթե ուրեմն դրա ակերը, աղբյուրները փակենք կամ աղբյուրները սրբենք, մաքրենք, ջրերը մաքուր դուրս կգան։ All right, so we finally made it to Stepankert. Կորեացի ճանապարհորդ եւ բլոգեր Յունգ Մինը այցելել է օկուպացված Արցախ եւ կիսվել իր տպավորություններով։ Զբոսաշրջիկը ողջ ընթացքը տեսանկարահանել եւ տեղադրել է YouTube-յան իր էջում։ Ըստ նրա, սա իր կյանքի ամենածանր եւ հուզական ճամփորդությունն էր, քանի որ այցելել է մի տարածք, որը տարածիորեն մեկ գիշերվա մեջ դատարկվել է։ Բլոգերը պատմել է, որ ստիպած է եղել օգտվել ադրբեջանական ուղեկցվող տուրից, քանի որ անհատական այցելության թույլտվություն ստանալու բոլոր փորձերը ձախողվել են։ Ճանապարհորդը ներկայացրել է այն ծանր մթնոլորտը, որը այսօր տիրում է օկուպացված Արցախում։ Նա ականատես է եղել, թե ինչպես է Ադրբեջանը փորձում ամեն կերպ վերացնել հայկական հետքը, քանդելով կամ ձևափոխելով պատմական հուշարձանները, եկեղեցիներն ու շենքերը։ Նա մասնավորապես խոսել է «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մասին, որն իր բնորոշմամբ դեռ կանգուն է միայն այն պատճառով, որ Ադրբեջանը այն օգտագործում է որպես կեղծ քարոզչություն, իբրև կրոնական հանդուրժողականության ապացույց։ Յունգ Մինը վրդովմունքով է խոսել այն մասին, թե ինչպես են ադրբեջանցի զբոսավարները փորձել լվանալ իրենց ուղեղները, հայերին անվանելով զավթիչներ ու ապօրինի բնակիչներ, մինչդեռ իրականությունը հազարամյա հայկական մշակույթի բռնի տեղահանումն է։ Բլոգերը նաև անդրադարձել է Ադրբեջանում տիրող բարքերին, պատմելով, որ իրեն պարբերաբար փորձել են խաբել ու թալանել, սկսած մեքենաների վարձույթից մինչև հյուրանոցային ամրագրումներ եւ ռեստորաններ։